շնորհակալ եմ, որ եկաք տաղավար, մի քանի թեմաների հետ կապված կլսենք ձեր խոսքը եւ այսպես քիչ անց կհրապարակվի Արշակ Սրբազանի խափանման միջոցի ավելի շուտ կարանքի ժամկետը երկարացնելու երկարաձգելու միջնորդության վերաբերյալ որոշումը։ Մենք այո այս խայտարակ պայմաններում ենք, իրականության մեջ ենք, սրբազանները շարունակում են մնալ բանտված։ Խնդրեմ մեզ մասով ձեր տեսակետը։ Կա որևէ ակնկալիք թե ակնկալիք, որ Նիկոլ Փաշինյանի ռեժիմը ազատ կարձակի Արշակ Սրբազանին կամ որևէ մեկ այլ սրբազանի, որոնք շինծու գործերով գտնվում են կալանավայրերում, ես նման ոչ ակնկալիք ունեմ, ոչ հույս ունեմ։ Ես համոզված եմ, որ Նիկոլ Փաշինյանի միակ հույսը եկեղեցու դեմ պայքարի մնացել է իրավապահ համակարգը, ոստիկանություն, չգիտեմ, դատախազություն, ազգային անվտանգություն եւ այլն, որոնց ծառայեցնում է եկեղեցին կազմաքանդելու, հոգևորականներին բանտարկելու, հեղինակազրկելու եւ այլ գործառույթների համար, որոնք այդքան էլ չեն մտնում տվյալ կառույցների լիազորությունների ներքո։ Հետևաբար Նիկոլ Փաշինյանը առաջնորդվելով օտարերկրյա թելադրանքով, մասնավորապես մենք բազմաթիվ անգամներ նշել ենք, որ այս ամենը Նիկոլ Փաշինյանի ագրեսիվ հարձակումները հայ առաքելական եկեղեցու դեմ սկսվեց այն բանից հետո, երբ Փաշազատեն քննադատեց հայ առաքելական եկեղեցուն, նրան համարելով ռևանշիստ, խաղաղության, իբր խաղաղության, կայունությանը տարածաշրջանին սպառնացող եւ դրանից հետո հրահանգի նման Նիկոլ Փաշինյանը լծվեց եկեղեցին կազմաքանդելու, հայկական ինքնության առանցքը ոչնչացնելու գործին, որը մինչև հիմա փորձում է շարունակել, բայց ես նշեմ, որ նա չունի լեգիտիմություն, հանրային լեգիտիմությունը նրա զրոյական է, դա ցույց են տալիս տարբեր միջոցառումներ, որոնք իրենք այդ միջոցառումների անունը դրել են պատարակներ, բայց իրականում դրանք կեղծ միջոցառումներ են, քաղաքական շոուներ են, ավելի շատ այդ թափառաշրջիկ պատարակիչները, որոնց ես նմանեցնում եմ ռեմենյան երաժիշտներին, մի այսպես նեղ խմբակ եկեղեցիներ է գրավում, չգիտեմ, ամեն կիրակի մի եկեղեցի իրենց կեղծ պատարակով պղծում է, այսինքն սա ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանը շարունակում է հենվել ոստիկանական սվինների վրա, նստել ոստիկանական սվինների վրա եւ դրանով ոչ միայն իշխանություն պահել, այլ նաեւ կազմաքանդել եկեղեցին, բայց ես ուզում եմ նշել, որ այն իշխանությունը դա համաշխարհային պատմության փորձն է ցույց տալիս, անգամ Նապոլեոնը, եթե չեմ սխալվում, ասել, որ սվիններով կարելի է իշխանության գալ, բայց սվինների վրա նստած կառավարել հնարավոր չէ, քանի որ դրանք շատ ցավոտ են։ Այսինքն Նիկոլ Փաշինյանի ֆիքսենք, միակ հույսը իշխանությունը պահելու, իր պարակտիչ, կազմաքանդող, հակահայ քաղաքականությունը իրականացնելու միակ հույսը, իշխանությունը պահելու միակ հույսը մնացել է իրավապահ համակարգը, ոստիկանական, դատախազ քննիչներ եւ այլն, եւ քանի որ մենք մոտենում ենք ընտրություններին, ես նշեմ, որ շատ շուտով իրենք լուրջ կադրային դեֆիցիտ են ունենալու քննիչների, դատախազների եւ այլն, եւ որովհետեւ չեն հասցնելու այդքան մեծ ծավալի քրեական գործեր կարել ընդդիմադիրների, ընդդիմախոսների, լրագրողների, չգիտեմ, այն մարդկանց նկատմամբ, ովքեր իրական քննադատության են ենթարկում իշխանություններին եւ կարող է լսենք, ասենք, գլխավոր դատախազությունից կամ հատուկ քննչական ծառայություններից, որ շտապ պահանջվում են, ասենք, քննիչներ ու դատախազներ, բարձրագույն կրթությունը պարտադիր չի, կարևորը մի քիչ գրել կարդալ իմանա եւ պատրաստ լինի պատվերով քաղաքական գործեր կարել տարբեր հանրային եւ քաղաքական հոգեվոր գործիչների նկատմամբ։ Սուրեն Պապիկյանի որոշմամբ տնտեսների հոգեվոր ծառայությունը կասեցվել է, խնդրեմ մեզ մասով ձեր տեսակետը եւ արդեն Տեր-Պս Ակտիվի երեկի խոսքում եւս մեկ անգամ շեշտեց, քանի օր է քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցում ռազմական ոստիկանությունն է հսկում։ Այս խայտարակությունը ինչի դրսեւորում է։ Տեսեք, նոր նշեցի, որ կադրային դեֆիցիտ են ունենալու իրենք
ընդդիմախոսների դեմ պայքարելու առումով, հիմա կադրային դեֆիցիտ իրավապահների պահով ունեցել են, դիմել են ռազմական ոստիկանությանը, ասել են սղություն է անում, էլ չենք հասցնում տարբեր ուղղություններով մարդ բռնել, բան դարկել, եկեղեցի գրավել, հոգևորական ձերբակալել, մի դիրքել, այսպես չակերտավոր դիրք, դուք պահեք, գնացեք քանաքեռի եկեղեցի, իրենք էլ գլուխները կախ գնացել են, ասենք ռազմական ոստիկանության պետը, եթե չեմ սխալվում, Գյումրեցի, եթե վերջերս չեմ փոխել, Աշոտ, Աննա Աշոտ, այդ մարդը երկար ժամանակ գտնվում էր իշխանության միջանցքներից շատ հեռու, մասնավորապես Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո եւ 20 տարի անգործ Աշոտ Զաքարյան մի քանի տասնամյակ դեգերումներից հետո Նիկոլ Փաշինյանը նրան հնարավորություն տվեց վերադառնալու իշխանական միջանցքներ, այն էլ ռազմական ոստիկանության պետի պաշտոնում, հետեւաբար հիմա Նիկոլ Փաշինյանը իրեն ինչ ասի, գլուխը կախ անելու է։ Այսինքն սա կատարյալ ամոթ խայտառակություն, ես չգիտեմ, ասենք մենք պետք է ընդունենք իրականությունը, որ ապրում ենք այնպիսի մի ռեժիմի պայմաններում, որից ամեն ինչ կարելի է սպասել, ամեն ինչ, հանուն իշխանությունը պահելու։ Գնդերեսների հետ կապված ես շատ պարզ հիմա ախր հասկանում եք, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը չի առաջնորդվում, թե ինչն է զինվորի համար կարևոր, պետության համար կարևոր, մարդկության համար կարևոր, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը առաջնորդվում է այն մեկնարկային կետից ելնելով, թե ինչն է իր իշխանությունը պահելու համար կարևոր, ինչն է Նիկոլ Փաշինյանի անձնական քմահաճույքները բավարարելու տեսակետից կարևոր, եւ երբ որ մամուլը մի քանի անգամ գրեց, որ գնդերեսների հետ կապված Պապիկյան Սուրիկը բազարներ է անում, փորձում է գնդերեսներին ներգրավել նիկոլական աղանդի մեջ, որ նրանք ելույթ ունենան կաթողիկոսի դեմ, հայտարարություններ անեն, դատապարտեն, բայց ի պատիվ գնդերեսների, արժանապատիվ հոգևորականների, նրանք միակամ հրաժարվել են, միակամ եւ Պապիկյան Սուրիկն ու այդ Նիկոլ Փաշինյանը իրար ձեռքի բռնած վրեժ են լուծում գնդերեսներից։ Այսինքն այստեղ շատ պարզ է, եթե գնդերեսները հայտարարություններ անեին եկեղեցու դեմ, կաթողիկոսի դեմ, քննադատեին, բամբասեին կաթողիկոսին, ես համոզված եմ, որ այդ գնդերեսների թիվը մի քանի անգամ կշատացնեին, իրենց աղանդավոր հոգևորականներով նաև թոշակ աշխատավարձ ամեն ինչ կնշանակեին, չգիտեմ, այնտեղ կարող է նույնիսկ այլ տիպի նվերներ տային, բայց քանի որ այդ մարդիկ արժանապատիվ են պահել իրենց, հետևաբար արժանացան այս ճակատագրին։ Նշեմ, որ էլի լավ են բրձել, որովհետև կարող էին բանտարկել ամենայն հավանականությամբ, բայց այս անգամ բավարարվել են ուղղակի այդ ծառայությունը փակելով, բայց ոչինչ, ամեն ինչ անցողիկ է եւ 26 թվականի ամռանը տեղի ունենալիք ընտրություններից հետո ամեն ինչ իր տեղը կգա, երբ չի լինի Նիկոլ Փաշինյանը եւ իր փոքրատիվ ԿՊԱ-ական խմբակը։ Հիմա Նիկոլ Փաշինյանի եկեղեցական այդ Ես հասնեմ, դուք տեսար չէ, քննչական կոմիտեին կանչում մեր սրբազանների։ Այս մի քանի օր առաջ։ Այո, նպատակը իհարկե եպիսկոպոսաժողովը տապալել է, ես կխնդրեմ մեծ մասով ձեր տեսակետը, խափանման միջոցներ են ընտրվել մի քանիսի համար, համեցեք։ Դե բնական է, երբ պարզ եղավ, որ եպիսկոպոսների ժողովը պետք է տեղի ունենա Ավստրիայում, իշխանությունը անհանգստացավ, որովհետև այնտեղ կայացվելիք հնարավոր որոշումները ցավոտ հարված էին լինելու Նիկոլ Փաշինյանին եւ հատկապես իր շուրջը հավաքված բրուտոս տիրադավ դավաճան եպիսկոպոսներին, այդ Նավասարդ Կջոյան, Միրզա Խայնան, M1-ին նախկին Գևորին
հիմա արդեն կարգալույծ են արել եւ նման պատիժ սպասվում էր նաեւ այդ տիրադավներին եւ Նիկոլ Փաշինյանը որոշել է շինցու խտրական արդարադատության միջոցով տապալել եպիսկոպոսատ ժողովը ես չեմ կարծում որ իրեն կստացվի հնարավոր է ժամկետների մեջ փոփոխություն բայց չեմ էլ կարծում էլի ամեն դեպքում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման դեպքում ամեն ինչ հնարավոր է բայց նաև պետք է սպասել որ ինչ իշխանությունն էլ է ամեն ինչի ընդունակ կարող է հասնել բանտարկությունների էլի շինցու քրեական գործի շրջանակներում կամ շինցու արդարադատության խտրական արդարադատության շրջանակներում ինչու եմ նշում շինցու որովհետև այդ եպիսկոպոսներին մեղադրում են դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեջ իբր իրենք եւ որի այդ ներկայիս Արամի են որ կա Արման տարբերություն չկա Արման Գևորը նախկին Գևորը հիմա Արման այդ Արմանին իբր թեմ Արամը Ստյոպիկն է այո այդպես մի քիչ դժվար է իրենք ասենք կարող ենք նշել տիրադավ 1 տիրադավ 2 տիրադավ 3 նույն կերպարներն են էլի էական տարբերություն չի տալիս դրանց անունները եւ իբր խոչընդոտել են վերադառնամ թեմային այդ Արմանին այդ թեմի առաջնորդի պաշտոնում վերականգնվելու առումով եւ այլն հիմա եթե դուք գտնում եք որ տեղի ունեցել դատական ակտի կատարման խոչընդոտում այն դեպքում որ ձեր ինչ գործն է ասենք եկեղեցու շրջանակներում կաթողիկոսը եկեղեցում ինչ տեղափոխություններ է անում ում է կարգալույծ անում ում է պաշտոնանկ անում ձեր ինչ գործն է ընդհանրապես դուք ընդհանրապես ով եք դա դնում եք մի կողմ եթե այդպես մտածող եք դատական ակտերի կատարումը անտեսելու առումով եթե իրականում դա համապատասխանում է իրականությանը ապա բազմաթիվ դեպքեր կան նույն ԿՊԱ-ականների հետ որոնք լկտիաբար անտեսել են դատական ակտի կատարումը օրինակ կա Արթուր Հովանեսյան անունով ԿՊԱ-ական պատգամավոր եթե չեմ սխալվում անազգանունը ճիշտ ասեցի նակնոցավոր այն որ ականջ կտրել եւ այլն եւ մամուլում կարդացել են որ այն ժամանակ 17 թե 16 թվականին բռնվել էր ինչ որ կանեման զանգված պահելու կասկածանքով ոստիկանությունում են հայտնվել այդ մարդը օրինակ այսօր կարդացի որ Էդգար Ղազարյան հանրային քաղաքական գործի դատարանը մեղավոր է ճանաչել իրեն եւ պարտադրել է ներողություն խնդրել այդ գործից բայց Արթուր Հովանեսյանը ԿՊԱ-ական պատգամավորը հրաժարվում է ենթարկվել դատարանի օրինական որոշմանը այդ նույն անձնավորությունը նույն կերպարը նույն ձևով վիրավորել էր 5-րդ տալիք հեռուստաընկերությանը դատարանը կրկին պարտավորեցրել էր այդ երևույթին ներողություն խնդրել 5-րդ տալիք հեռուստաընկերությունից վերջին տվյալներով միջև հիմա Արթուր Հովանեսյան կոչվող ԿՊԱ-ականը հրաժարվում է կատարել դատարանի օրինական վճիռը հիմա որ դստեր ամուս մայրի կետերը իրանն էլ պարտավորեցրել էին Նարեկ Կարապետյանից ներողություն խնդրել չի արել Արսեն Թորոսյանին ժամանակին հիշում եք երեք օրինակ Արսեն Թորոսյանը լացում էր հանրայինի եթերում թե իրեն դատարանը պարտավորեցրել է ինքը ներողություն խնդրել է չգիտեմ բայց դեպքերը բազմաթիվ են որ այդ ԿՊԱ-ականները հրաժարվել են կատարել խոչընդոտել են դատարանի օրինական որոշումը կյանքի կոչվելուն դե հիմա դե գնացեք Արթուր Հովանեսյանի այդ մյուս ԿՊԱ-ականի նկատմամբ քրեական գործեր հարուցեք արգել եք նրանց ելքը երկրից թե ասենք եթե ԿՊԱ-ականը ասում է օտարներին միայն օրենք
բացառապես օրենք յուրայիններին ամեն ինչ, այսինքն ՔՊԱ-ականներին ամեն ինչ թույլատրված է, նրանք կարող են սպառնալ ականջ կտրել, չգիտեմ, թեքել քաղաքացու վրա, այլ տիպի լկտիություններով դրսևորվել, բայց իրենց ոչ մի բան։ Այն կաթողիկոսին, որ կոչ էր անում սպանել, թե ինչ անել Կառնիում, ինչ եղավ, քրեական գործ հարուցվել է, թե չէ։ Այսինքն Նիկոլի արդարադատության տրամաբանությամբ այդ մարդը արդեն վաղուց պետք է լիներ կալանավայրում, այդ Արթուր Հովհաննիսյան կոչվող երևույթը արդեն վաղուց պետք է զրկված լիներ պատգամավորական անձեռնմխելիությունից եւ գտնվեր կալանավայրում։ Այսինքն մենք ակնհայտ տեսնում ենք, որ գոյություն ունի խտրական արդարադատություն, մենք իրականում ապրում ենք ժողովրդավարական ճակերտներով կոնցլագերում, որի կլուչնիկը Նիկոլ Փաշինյանն է։ Ժողովուրդ ջան, համակերպվեք, որ Հայաստանում չկա ժողովրդավարություն, չկա մարդու իրավունք, չկա խոսքի լիարժեք ազատություն եւ անկախություն, որովհետեւ մենք տեսնում ենք, որ խոսքի իրավունքի արտահայտման մի դեպքում կարող է մարդ հայտնվել կալանավայրում, մյուս դեպքում խրախուսվել, այսինքն գրեթե նույն տիպի խոսույթի համար։ Եվ բնականաբար նաև այստեղ պետք է ես եւս մեկ անգամ հիշատակեմ այսպես ասած հանցավոր անտարբերությունը քաղհասարակություն կոչվող այդ զանգվածի, որոնք միլիոնավոր դոլարների գրանտներ են ստանում իբր Հայաստանում ժողովրդավարական արժեքները պաշտպանելու, ժողովրդավարությունը ամրապնդելու, ազատ խոսքը ամրապնդելու համար, բայց իրականում զբաղված են Նիկոլ Փաշինյանի համար մատնագրեր գրելով ընդդեմ հոգևորականների, Նիկոլ Փաշինյանի քաղաքական ընդդիմախոսների, ընդդիմադիր գործիչների նկատմամբ։ Նրանք մատնագիր գրողներ են, մեծ հաշվով նրանց մեծ մասը, եւ երկրորդ նրանք արդարացնում են իշխանության զզվելի հակաժողովրդավարական, հակամարտկային գործողությունները ամեն կաշվից դուրս գալով արդարացնում են նրա բոլոր գործողությունները, աչք փակելով այն խայտառակ դրսևորումների վրա, որոնք իրականացվում է Նիկոլ Փաշինյանի ռեժիմի կողմից։ Տեսանք Վարչապետն են ձևավորել, տժում են, ուրախանում, այսպես շատ եռանդով էս ամենին Անահիտ Ավանեսյանն էր մասնակցում ֆլեշմոբի կարող էր, չգիտեմ ինչ էր։ Խնդրեմ ես մասով ձեր տեսակետը, ու այս աղետի, այս սոցիալական խայտառակ պայմանների, անվտանգային խայտառակ խնդիրների ֆոնին համեցեք։ Հին հռոմում ասում էին հաց ու տեսարան։ Հիմա իշխանությունը պահելու համար, հա։ Հիմա Նիկոլ Փաշինյանը չի կարողանում հացով ապահովել ժողովրդին, շեշտադրում է անում տեսարանների վրա, կլոունադաների վրա, եւ դրա մեջ ներքաշել է ամբողջ իշխանական համակարգը։ Հանրության ուշադրությունը լրջագույն խնդիրներից շեղելու համար, այդպիսի խնդիրներ հատկապես կան սոցիալ-տնտեսական ոլորտում, այդ մարտը վարչապետ էր, չգիտեմ ինչա բենդեր է կազմակերպում, նախարարներ է պարեցնում, պատգամավորներ է երգացնում, նախարարներ է երգացնում, երկողներից էլ այն աշխատանքի եւ սոցիալական սոցիալապահովության ինչա այդ նախարար Արսենը Թորոսյան մի խոսքով, այսինքն մարդը լրջագույն խնդիրներից հանրության ուշադրությունը շեղելու, դժգոհությունը սառեցնելու, գոնե մակերեսային սառեցնելու համար ամեն ինչի պատրաստ է։ Այն շոուները, որոնք ինքը իր կինը կազմակերպում են սոցիալական ցանցերում, մեկը չինարեն է խոսում, մեկը չգիտեմ թմբուկ է խփում, հետո ասենք սրտիկներ ցույց տալիս է, մյուսը երգում է, մյուսը պարում է, այս ամեն ինչը արվում է այդ սոցիալ-տնտեսական աղետի վրա ժողովրդի ուշադրությունը շեղելու համար, այդ աղետից ուշադրությունը շեղելու համար։ Տեսեք, երեք ուրեմն այդ հիշատակեցի Թորոսյան Արսենին, որը իրեն համարում է աթեիստ, մի քանի անգամ այդ մասին նշել է, ծաղրել է Աստվածաշունչը, Աստծուն, հավատքը եւ այլն, հեքիաթի է նմանացրել Աստվածաշունչը, այդ մարդը երեք Պետրոսի մոտ նստած հանրայինի եթերում օգտագործելով հանրային ռեսուրսները
կես ժամ խոսում է, քննադատում է հայ առաքելական եկեղեցուն, հոգևորականներին, կաթողիկոսներին, մարդը աթեիստ է, ծաղրում է հավատն ու Աստծուն, բայց իրեն թույլ է տալիս դատողություններ անել հայ առաքելական եկեղեցու մեր հավատի, Աստծու Աստվածաշնչի մասին։ Հասկանում եք, այլասերվածության ինչպիսի դրսև, այլասերվածությունը որն է, այստեղ ավելի շատ, չգիտեմ, սա նիկոլականին հարիր պահվածք է, այսինքն դու այդ ոլորտի հետ ընդհանրապես գործ չունես, քո ինչ գործն է, բայց քեզ իրավունք ես վերապահում մտնել այդ ամեն ինչի տակ։ Բայց այստեղ հələ մի կողմ այդ շոուի մի մասն է, այս մարդը խոսում է արագ տեմպերով Հայաստանում աղքատությունը հաղթահարելու մասին, խոսում է բարվոք սոցիալ-տնտեսական վիճակի մասին, թե իբր ամեն ամիս 10,000 նոր աշխատատեղ է բացվում Հայաստանում, այն անեկդոտի նման, հա, այդպես 20%-ից ավել աղքատության մեջ խեղդող հասարակությունը նայում է Արսեն Թորոսյանին ու ուզում է ապրել Արսեն Թորոսյանի ներկայացրած Հայաստանում, այսինքն հմեկի ներկայացրած Հայաստանում, բայց չի կարողանում ապրել, որովհետև գետնի վրա իրականությունը բոլորովին այլ է։ Արսեն Թորոսյանը խոսում է, որ, չգիտեմ, սոցիալական նպաստների այդ վճարման, այսինքն այն մարդիկ, ովքեր շահառու են կրճատվել, փող չեք տալիս, կրճատվում է։ Այսինքն դուք պարգևավճարները դնում եք ձեր գրպանը, շահառուներին զրկում եք նպաստներից, մեկ։ Երկրորդ, եթե սոցիալ-տնտեսական վիճակը այդքան բարվոք է, ապա ինչու է Հայաստանում աղքատությունը մնացել առնվազն նույն մակարդակի վրա, իսկ առնվազն նույն մակարդակի վրա եմ ասում, որովհետև եթե իրենք ասում են, որ տարի մեր իշխանության ժամանակ բարելավվել է վիճակը սոցիալ-տնտեսական, այդ դեպքում ինչու, ասենք 18 թվականին 23.5% էր աղքատության մակարդակը, 19-ին 26.4, 20 թվականին 27.04, 21-ին 26, 22-ին 24, 23-ին էլ 23.7, հանրապետական միջին մակարդակի մասին եմ խոսում ես, տոկոսներով արտահայտված, այսինքն Նիկոլ Փաշինյանի օրոք Հայաստանում աղքատության մակարդակը մնացել է նույնը, էլ ուր մնաց ձեր 10,000 նոր աշխատատեղերը ամեն ամիս բացվող, այս ինչի մասին եք խոսում, այս ինչ աճպարարություններով եք դուք զբաղված, եթե այդքան լավ է, ինչու է ժողովուրդը այսքան աղքատ, սա ձեր թվերն է, ձեր ներկայացված թվերն է, որոնց մենք իրավունք ունենք վերաբերվելու վերապահումներով, որովհետև հավատացած եմ, որ սրանք գետնի վրա շատ ավելի աղետալի տեսք ունեն։ Այս թվերի հետևում կանգնած են մարդիկ, կանգնած են մարդկային ճակատագրեր, Նիկոլ Փաշինյանը 2014 թվականին գոռգոռում էր ազգային ժողովի ամբիոնից, թե բանը մարդիկ հացին կակա են ասում, դուք այս ինչ ապրելակերպով եք ապրում, նախկին իշխանություններին էր ասում, բան 200,000 մարդ, եթե չեմ սխալվում, բան Նիկոլ Փաշինյան, քո իշխանության տարիներին այդ 200,000 եւ ավել մարդը շարունակում է հացին կակա ասել, բայց դուք քեշ տարբերակով 5-ից 7 միլիոն քո նախարարները դնում է իր գրպանը պարգևավճարների տեսքով, դու 18 միլիոն դրամ ես դնում քո գրպանը, թող տպավորություն չստեղծվի ժողովրդի մոտ, որ իրենք ապրում են աշխատավարձով ու պարգևավճարով, ոչ, ամենևին, ես կզարմանամ, եթե իշխանությունը թողնելուց հետո չպարզվի, որ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը դոլարային միլիոնատերեր են։ Այսինքն ձեր մոտ տպավորություն չստեղծվի, որ այդ բարձր իշխանության այդ խավը Նիկոլ Փաշինյանը, իր մերձակա շրջապատ նախարարներ եւ այլն որոշ պատգամավորներ ապրում են պարգևավճարով եւ աշխատավարձով։ Ես կասկածներ ունեմ, որ դա ամենևին էլ այդպես չի, բայց իրենք այնքան ագահ ու անբարտավան են, որ Պարգև անգամ այստեղ մտել են, ասենք, պետական բյուջե, հանրային ռեսուրսներ ու այդ պարգևավճարների տեսքով փորձում են հնարավորինս հաղթահարել իրենց գրպանում աղքատությունը, բայց աղքատ մարդուն մեղադրել, որ աղքատությունը գտնվում է իր գլխում եւ իր գլուխը պետք է բուժի, որ աղքատությունից դուրս գա։ Այսինքն սա խոսում է մի մարդ, ով իր գրպանում հաղթահարել է աղքատությունը, հիանալի սոցիալ-տնտեսական թռիչք է գրանցել իր
շահերի տեսանկյունից, բայց ժողովուրդը շարունակում է աղքատանալ, ժողովուրդը շարունակում է գտնվել սոցիալ-տնտեսական ծանր վիճակում, այստեղ այս մի տոկոսի տարբերությունը, հա, եթե 2018 թվականին 23.5% է եղել աղքատության մակարդակը, ապա 24 թվականին, եթե չեմ սխալվում, մի տոկոսի տարբերությամբ իբր բարելավել է իրավիճակը, բայց մարզերում կատաստրոֆիկ վիճակ է ուղղակի, այդ մի տոկոսի բարելավումը, որը ըստ էության ոչ մի բան է, ոչ մի բանի մասին է, եթե Հայաստանում կառավարություն չլիներ, բնական աճով, բնականon աճով կարող է մի 5-6% բարելավում լինել, և ասենք Սյունիքի հաշվին, որտեղ ասենք 10% կրճատվել է աղքատությունը, հանքարդյունաբերության հաշվին, ես կարծում եմ, որտեղ ուրիշ բան էլ չկա անելու, հանքարդյունաբերությունն է լոկոմոտիվը ոչ միայն Սյունիքի, այլ նաև Հայաստանի տնտեսության, որի դեմ բարեհաջող պայքարում էին ՔՊԱ-ականները, երբ ակտիվիստ էին, օրինակ Լենա Նազարյանը եւ իր շրջապատը, որոնց դեմ հանքերի դեմ բարեհաջող, չէ, այստեղ բարեհաջող չեն կարող ասել, պայքարում են բնապահպան ակտիվիստ կոչվածները, իդեպ նույն ձևի պայքար է մղում նաև Ադրբեջանը, այդտեղ հանքարդյունաբերության շնորհիվ հնարավոր է եղել իրավիճակը բարելավել, բայց էլի հանրապետական միջինի վրա էական տարբերություն չի տվել։ Օրինակ Արմավիրի մարզը 18 թվականին 23.5% է եղել այնտեղ աղքատությունը, 24 թվականին 27%-ի է հասել, այսինքն 4%-ով Արմավիրի մարզի բնակչությունը աղքատացել է։ Փաշինյան Նիկոլ, կագա են ասում մարդիկ հացին, բա դու ուր ես քո պարգևավճարներով։ Գեղարքունիքի մարզը աղքատացել է էլի 4-5%-ով, Շիրակի մարզը խայտառակ վիճակ, կեսը աղքատ են, բա այս թվերի մասին, այս թվերի համար ով է պատասխան տալու։ Դուք հարգելի ՔՊԱ-ականներ, որովհետև գալու է 26 թվականի հունիսից հետո ձեր պատասխան տալու ժամանակը, երբ դատարանի առաջ կանգնած դուք կբացատրեք, թե ինչ է կարել մոտավորապես 8-ից 9 միլիարդ դոլարի պետական պարտքը, որտեղ տեսնենք այդ պարտքը, որտեղ է ծախսվել 8-ից 9 միլիարդ դոլար, երբ Հայաստանի պետական պարտքը հասցրել եք 14 միլիարդ դոլարի, ուր են այդ փողերը, կարող է դրանք պարգևավճար ու ձեր ադմինիստրատիվ ռեսուրսը պահելու համար եք ծախսել, պատկերացնում եք ժողովուրդ, 8-ից 9 միլիարդ դոլար, դա սարսափելի թիվ է, ես օրինակի համար ասեմ, որ եթե, ես չեմ ասում 8-9 միլիարդ, յուրաքանչյուր մարզում, Հայաստանում կա 10 մարզ, Երևանը հանած, հա, եթե 500 միլիոն դոլարի տարբեր ծրագրերով ներարկումներ լիներ այդ մարզերում, մենք ասենք կդառնայինք միջին վիճակագրական եվրոպական երկիր, մեր կենսամակարդակի չափով, բայց ինչ ենք տեսնում, մարդիկ, դա կկազմեր 5 միլիարդ դոլար, մարդիկ 8-9 միլիարդ դոլար պետական պարտք են ավելացրել, բայց զրոյական արդյունք հասարակության սոցիալ-տնտեսական բարգավաճման առումով, ուր են այդ գումարները, դուք հաստատ պատասխան եք տալու այդ գումարների համար, հաստատ պարզվելու են, թե ինչպես են փոշիացվել այդ գումարները և ում գրպաններում են հայտնվել։ Երևի այսքանը։ Ես եմ շնորհակալ։